օր գրիչը կվերցնեմ իմ ձեռքն ու կգրեմ իմ կյանքի պատմությունը։ Թե քանի էջ կլինի այնտեղ, ես չգիտեմ։ Դա ցույց կտա կյանքը։ Կկարդաք արդյոք իմ կյանքի պատմությունը, թե կփակեք այդ գիրքն ու կանցնեք առաջ, դա ևս ցույց կտա ապագան։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է։ Ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ տաղանդավոր սիրված դերասան Աղասի Հունանյանին։ Աղաս ջան, համեցիր, բարի գալուստ իմ տաղավար։ Շատ ուրախ եմ, որ այսօր դու ես իմ հյուրը եւ մենք հուսով եմ շատ լավ զրույց ենք ունենալու։ Անպայման ես էլ եմ շատ ուրախ, որ այսօր վերջապես կարողացա ներկայանալ այս հիանալի հաղորդաշարին եւ պատրաստ եմ մեծ սիրով խոստովանել ամեն ինչ եւ անկեղծ։ Իհարկե։ Գնացինք, համեցեք։ Սկսենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները։ Արայք ջան, ծնվել եմ Ախալքալակի շրջանի Արագվա գյուղում։ Իմ ծնողները սովորական աշխատավոր մարդիկ են։ Հայրս ժամանակին գնում էր Խոպան, հուզվեցի, քանի որ արդեն տեսնելով այս աշխատանքները պատկերացնում եմ ինչ դժվարին աշխատանքով է պահել մեծացրել մեզ։ Մայրս մասնագիտությամբ մանկավարժ է, բայց գրեթե չաշխատեց, որովհետև դե որ հայրս գնում էր արտագնա աշխատանքի, տան այդ ամեն հոգսերը մնում էր մամայի վրա, դրա համար էլ տնային տնտեսուհի դարձավ եւ աշխատեց մեր կրթությամբ ավելի շատ, քան որ մենք ասենք դպրոցում էինք սովորում այն ժամանակ։ Ավելի, այսինքն իմ ասածն է նա, որ տունը, որ կոպիտ ասած զաստավիտով էր սովորացնում։ Ես հիշում եմ մի անգամ 4 էի ստացել դպրոցում, օրագրի թերթերը սոսինձով կպցրել է իրար, մի քիչ շատ էի լցրել, չիմանալով որ դա կարող է տախտակի հաստության դառնա, ու որ տեսավ, մյուս օրը առավոտ շուտ եկել էր դպրոց, որ տեսնի իրոք 4 եմ ստացել, թե ուրիշ գնահատական է, որ փակել եմ։ Ով է ընտրել ձեր անունը, ինչու Աղասի։ Այս անվան հետ կապված, որ ասեմ հիմա կարող է մարդիկ չհավատան, ուրեմն իմ տատիկի հոր անունն է եղել Աղասի։ Տատիկի հոր անունը։ Ինքը մեր ջավախցիները բոլորը գիտեն, ինքը գործող ա եղել։ Այն ժամանակվաներից նույնիսկ առաջին Անդրանիկի խմբում եղած ջավախցին ա եղել, որ գնացել է այնտեղ կռվել ա, հետո այնտեղ թեմաներ ա եղել, մի պահ փախել ա այնտեղից, իմանալով որ ընտանիքը սոված են, եկել է տան այդ ուտելիքը ապահովել է, նորից գնացել է, Անդրանիկ Գոզանյանը իրեն որպես առանց իրեն ներկայացնելու որ գնացել է, իրեն լարել է, ինքն էլ մատից ինադու կրակել է, որ իբր ոչ պիտանի է ծառայության դրա համար է եկել, ու տենց տատուս հոր անուն են դրել, ինքը որ տաղա չի ունեցել, աղջկա, 3 հատ աղջկա ունեցել կարծեմ, այդ ձևի իմ անունը դրել են, հələ մի օր հումորով ասի տատի, ասի գոնե աղբորս անունը դնեիք էլի, ենի մի քիչ նման այդ փախերով էնի մի քիչ ավազակոտ է էլի, ասում է քո անունը դրեցիք, որ գոնե մի բանի պետք է զնել, ասում է ոչ մի բան։ Ինչպիսի աշակերտ եք եղել դպրոցում։ Դպրոցում եղել եմ շատ պարտաճանաչ, շատ լավ սովորող, մի քիչ ամբագորգոր չլինի, դասարանի ամենալավագույն աշակերտներից մեկն եմ եղել, բազմակողմանի զարգացած, եթե կարելի է հիմա մեր հեռուստադիտողները կարող է մտածել ինքնագովազդ անում, բայց իրականում այդ ձև էլ կա։ Իսկ ո՞րն էր ձեր ամենասիրելի առարկան։ Երգը։ Երգեցողություն։ Նույնիսկ մի անգամ հələ ես անգամ չգիտեի, որ ես երգել գիտեմ, դե այնտեղ երգի բարի խմբակներ կար, այն ժամանակները դպրոցներում, ու մեր մոտ էլ բավականին լավ էր զարգացած, գնում էի լուսամուտից նայում էի, տեսնում էի, որ ինձ բանի դեռ չեն դնում, այն փոքր քարերը, որ շուշեկին խփում էինք։ Այդտեն չարություն էի անում, մի օր էլ կանչեցին, ասին ինչի համար ես դա անում, ասի ուզում եմ երգեմ, որ իբր թե մեղմացուցիչ չլինի պատիժը, այն ժամանակները, այն կոմունիզմի ժամանակները, դե ես մի քիչ հին մարդ եմ, դպրոցներում, որ ասեք չարություն էին անում, մանկական ոստիկաններին կանչում էին, որ կարգի հրավիրեն ծնողների ներկայությամբ, ասին բայց դու երգել գիտես, ասի հա։ Ասեն էլ մի հատ երգի որը կարաս երգես, ես էլ մի հատ երգի բառեր գիտեի, իմ հերուն Այրյան դալար բարդի, էդի երգեցի, սրանք զարմացան, բավա ես երեխուն ոնց մենք չենք ընդգրկել խմբակի մեջ, ու գնացի մի քանի ամիս, ու դրանից հետո Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երգի օլիմպիադա տեղի ունեցավ, պատկերացրեք Արայք ջան, առաջին տեղն եմ գրավել։ Բրավո։ Ամենափոքր մասնակից։ Ու բանը երգում էին Էրսիգի Սպիրյանի երգերից Տարոնի քաջեր բոլոր կոտորվան, ամբողջ Եվրոպան հոգիջան եղավ, չեմ էլ հիշում հիմա բառերը, մի խոսքով այդ երգն եմ երգել, ունդ բանով պատվոգրով, ունդ մեդալով։ Բրավո։ Ու դրանից հետո իմ մեջ սեր առաջացավ դեպի արվեստը։ Ահա, հիմա ինձ կասեք դպրոցը ավարտելուց հետո
Ուր գնացիք, քայլերն ուր տարան։ Դպրոցը ավարտելուց հետո Արայք ջան, ուրեմն ծնողներս մեկ ուզում էր իրավաբան դառնայի, մեկ ուզում էր բժիշկ դառնայի, բայց ես ոնց մտածում էի այդ երկու մասնագիտությունները իմը չէր։ Դա այն ժամանակները, օրինակ մեր մոտից ստեղից Հայաստանից չգիտեմ ոնց, բայց ջավախցիները դեպի Ռուսաստան, որ տանում էին սովորելու իրենց երեխեքին, դեռ գնում էին փողով, բանով այն ժամանակվա Ռուսաստանը մի քիչ ուրիշ ձև էր, փողը տալիս էին սեպտեմբերին 10 էին նստում, հայրս ինձ վերցրեց, գնացինք Մարդովիա, Սարանսկ, որ այնտեղ պետքա բժշկական ընդունվեմ, գնացինք, խոսացինք ամեն ինչը մաղարիչով եւ այլն բան, Հերս պետքա փողը տալ, ասի պապ չտաս փողը, ասեցի, երբ որ սեպտեմբերին կգամ 10-ը նստեմ, այդ ժամանակ փողը կտաս։ Ասես տղա ջան, ինձ թվում է միտքը ծուր, ասի չի, ասի ինչ իմանաս, կարող է այս մարդը մենք գալիս ենք սեպտեմբերին մեռած ալնում, ասի բայց հետո ումից պիտի պահանջենք, ասես լավ բան ես ասում, բայց իմ ուշն ու միտքը արդեն ուրիշ բան էր։ Եկանք տուն հասանք, ասի պապ, ես Ռուսաստան չեմ գնա, ես գնում եմ Երևան, ասեց Երևան ուր ես գնում, ասի գնում եմ ընդունվեմ Թատերական ինստիտուտ։ Տղա ջան, ինչ Թատերական ինստիտուտ, դրանից առաջ էլ ես որ շատ էի ուզում, ինձ վերեցին Երևան, հələ դպրոցական էի, որ Երջանկայի շատակ Սոս Սարգսյանի մոտ, որ մի հատ ստուգում անի տեսնի, ասենք, իմ գիտելիքները, իմ եղած այդ ամեն ինչը համապատասխանում է, կարողանամ այդ առաջին քայլերը անեմ, թե չէ, դե մի քանի հարցեր տվեց արտասանություն եւ այլն բան, այդ ամեն ինչը արի այն իրան լորեցուն, այն համահունչ բարությամբ ու անկեղծությամբ ժպտաց գլուխը շուեց, ասեց տղա ջան, ուրիշի կնոջ պաչելով ընտանիք չես պահի, փաստորեն հիմա լավ էլ պահվում է։ Հրաշալի խոսքեր մեր լեգենդար արտիստի կողմից եւ դուք այն երջանիկներից եք, որ տեսել եմ Սոս Սարգսյանին եւ ընդունվեցիք։ Եկա դիմեցի Սոս Պետրոսյանը, Կրկեսի Սոս Պետրոսյանը խումբ էր հավաքում երաժշտական կոմեդիայի։ Եկա այնտեղ, ախր հիմա այս պատմությունը որ պատմեմ, Արայք ջան, այս մեր մյուս ուսանողները ինձանից լավ բան չեն սովորելու։ Չէ, կսովորեն։ Ես խորհուրդ եմ տալի մեր բոլոր ուսանողներին, ովքեր որ նվիրված գալիս են սովորելու, ամեն ինչը կողքի են դնում, չնայած այն ժամանակ մի քիչ ուրիշ էր, ամեն մեկս աշխատում էինք այն ինքնահաստատվելու համար, որ առաջին երևայինք եւ այլն բան, ինչ որ բաներ կար խանգարում էր, բայց հիմա կարծում եմ հիմա երևի այդ պահերը արդեն վաղուց անցել են ու պետք է, եթե դու ուզում ես որ անպայման ընդունվես եւ սովորես առաջ գնաս, պետք է միայն այդ գործով զբաղվես, ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չդարձնես։ Եկա, ընդ մի քիչ լավ չար ուսանող էի, շատ չափից դուրս չար։ Մի խոսքով չերկարացնեմ, ինձ հեռացրին։ Հետո Սոս Պետրոսյանը գրեթե լացելով ասեց դու լավ երգում ես ու որպես մխիթարանք ինձ պատմում էր որ ինքը որ Ալլա Պուգաչովայի հետ սովորել է, ասում է մենք որ գնացինք ինքը դաշնամուր էր նվագում։ Մենք դե ֆոկուսներ բաներ էինք անում, ասում է մեր ռեժիսորը ասեց սա աղջիկ դու շատ հզոր երգում ես, դու ինչ գործ ունես դաշնամուր նվագելու, գնա որ շեմ երգի այդ բահով ու տենց ինձ մխիթարելով դեպի Երևանի պետական կոնսերվատորիա ճանապարհեց, գնացին դե գրեթե այնտեղ էլ նույն բանը, իմ բնավորության համաձայն էլի ընդունվեցիք, էլի դուրս ընդունվեցի, հա, էլի հեռացրին ավելի ճիշտ։ Ահա որ չար ուսանող եմ եղել, հետո ես մնում էի Զեյթունի հանդակացարաններում, մեր ջավախցիները շատ կային այնտեղ, ու նրանք էլ գյուղից եկել էին ոչ թե սովորելու համար հիմնականում, եկել էին ինքնահաստատվելու, այն սաղորը ծեծ ու ջարդ կռիվ, որ սենեսի ուժեղ տղա է, այնի անունով տղա է, ու ընկել էի այդ շրջապատի մեջ, ես լրիվ մոռացել էի, որ ես ինչի համար եմ եկել։ Հիմա ես դրա համար շատ եմ ափսոսում, բայց դե ինչ որ անցավ այդ ամեն ինչը, բայց հետո գոնե կարողացա ես ամեն ինչ անել, որ այս ասպարեզում կարողանամ մնալ։ Ինչպես եղավ մուտքը հեռուստատեսություն, հեռուստապրոյեկտներ, որովհետև հեռուստադիտողը ձեզ ճանաչեց հեռուստանախագծերից։ Այնտեղ դուք փայլուն կերտում եք ձեր կերպարները եւ անմիջապես սիրվում եք հեռուստադիտողի կողմից։ Ինչպես եղավ առաջարկը։ Այդ որ ուսանողությունը այդ ձև ավարտվեց, հայրս բավականին խիստ մարդ էր այդ ժամանակ, հիմա է որ բարիացել է, ասեց տղա ջան, դու ասեց քաղաքի բան չես, արի գյուղում այդ կոլխոզի գոմերին պահակություն կանես, եթե այդքան բիլագով տղա ես գիշերները կնես ընդ է, որ կոլխոզի գոմերից անասուն բան չգողանան, գնացի ջավախ, հետո հերակա ընդունվեցի իրավաբանական,
Ցավոք սրտի 5 տարի սովորեցի, բայց վերջում էլի դիպլոմ չվերցրի։ Ինչու։ Դե մտածեցի, որ դա իմը չի, եթե այն իմ սիրած մասնագիտություններից ես չկարողացա, որ ասում են 4 դուրս գալ, հիմա էսի այնքան որ որպես գիտելիք կյանքում օգտագործում եմ, բայց ես մտածել եմ, որ դա իմը չի, չուզեցի վերցնել։ Ու դրանից հետո ես որոշեցի, որ պետք է գամ Երևանում ապրեմ։ Ջավախս իմ հայրենիքն ծննդավայրն է, շատ եմ սիրում ու անընդհատ կապի մեջ եմ, գրեթե տարվա համարյա կես մասը լինում եմ Ջավախում, բայց Երևանը շատ եմ սիրում, Հայաստանը շատ եմ սիրում։ Հայաստանը իմ սիրտն է, իմ շնչառությունն է, իմ օդն ու ջուրն է, իմ ամեն ինչն է։ Ու որոշեցի, որ պետք է գամ այստեղ որպես ռեստորանում երգիչ։ Ու եկա մի քանի տեղ աշխատելով, հետո մի ռեստորաններից մեկում, որ աշխատում էի, վերվարածների մեր դերասաններից Արտյոմը, Իվետան, Մարգարիտան գալիս էին շոու։ Ու տենց հումոր էինք անում, Արտյոմի տնածն էի անում, խառը տենց մեր ասեց ծափ ջան, դու մեզ էլ լավ դերասան ես, կգաս մեր վերվարածների մեջ նկարվես։ Ես էլ ճիշտն ասած տենց չէի էլ նայում այդ հաղորդումը։ Ասի չգիտեմ ինչա, բայց ասի մեծ սիրով կգամ։ Ասեց հələ մի հատ համարը տուր ապ։ Համարը ստվի մեկը անցավ, մի շաբաթ չափը մոտավորապես, դե գործից որ գալիս ես գիշերների ռեստորանը կյանքը հոգնած գալիս ես, հետո գնում ենք կաֆեներում նստում ենք մի քիչ, որ թեթևանանք, բայց ավելի ենք տենց Ծանրանում։ Այո, ծանրանում էր առավոտներ ուշ հելնում ենք, առավոտ շուտ հեռախոսի զանգ է գալիս, դες անծանոթ համարը վերցի ասի ալո, աբջան բալուս Արտյոմն է, ինչ ես որ, ասի լավ եմ Արտյոմ ջան, անհամբեր զանգիդ էի սպասում, ասեց աբջան ինչ կենես որ, ասի ինչ քնած էի զարթնա, об մի հատ քիչնից նաբերեժնիցը, ասի ինչ ինչ անեմ, մեր ռեժիսորը կուզեմ մի հատ քեզ տեսնել, ասի ծեր ռեժիսորը կուզեմ ինձ տեսնել, թող մի հատ բամբանեկա մի հատ էլ առաղ վեկալի գամես տանը, տենա ունդ ջոգի որ սա խնդացին, դու մի ասա բարձախոսա միացել որ տեսնում ունեն Ջավախի բարբարով ունեն զար այդ բարբարով չեմ խոսում, ասի ծոապ խայդարը կենես, իջի արի մի հատ թող տեսնի, ասի լավ։ Դե ես էլ սովորեմ տենց ոսկեղենով, տենց լավ հագնված եւ այլն, ինչա, ռեժիսորը մեր Ռոման Մուշեղյանը տեսավ, ասեց վայ հորս արև։ Ասի ես էլ չգիտեմ որ ռեժիսորն ասի ինչ եղավ ախպերս։ Ասեց ո՞նց շուտ քեզ չէինք ճանաչում։ Դե ասի հիմա ճանաչեցիք, ասեց մի հատ կերպար կա, Նովի Արմյան է որ ավտոն Թաշկինագով է մաքրում, բլբլցնում, այդ կերպարն է Աշոտ Եղիգարյանի հետ պետքա նկարվեինք փայլակի։ Ասեց բանը մի շաբաթ քեզ հերիքա որ այս տեքստը սովորես, ասի սերտին սովորեցի, ասեց ոնց։ Ասի ես իմ համար ինչա։ Ասեց մի հատ փորձ արեք ու ասեց հենց հիմա էլ դրեք նկարեք։ Նկարեցինք տենց էպիզոդներ կանչեցին, հետո որ ես գնում էի այդ նկարահանումներին, տենց պրովիզով բանով գնում էի, տենց հայավարի ու հետո ամենակարևորը որ այն մարդկանց ում որ էկրանից ես տեսնում դու մոտիկից այդ մարդկանց հետ շփվում ես, դա իմ համար շատ մեծ ուրախություն էր։ Դա մի ուրիշ զգացողություն էր։ Ու խոսքը հասել էր սցենարիստի մեկ էլ պրոդյուսերին, որ մի հատ տեղակավոր հրավիրում ենք, ինքը sense գալիս է ու այդ գրիշի կերպարը այդտեղ տեղում հորինվավ։ Ու հրավիրեցին այդ գրիշի կերպարը ու այդտեղից սկսվեց այդ ամեն ինչը։ Քիչ հետո խոսենք նաև ձեր ընտանիքի մասին, ձեր ստեղծած ընտանիքի մասին, բայց մինչ այդ խոսենք ընկերության մասին։ Ընկերասեր եք։ Շապից շատ։ Ինչպես եք ընտրում ձեր ընկերներին։ Օրը ունի 24 ժամ, բայց օրվա մեջ 25 ժամ ես իրենց համար հասանելի եմ։ Այդ իմ ընկերները բոլորը կփաստեն։ Ես գիտեմ, որ վերջերս կորցրել եք ձեր ամենամտերիմ ընկերներից մեկին եւ ես շատ կցանկանամ, որ խոսենք նաեւ այդ ընկերոջ մասին։ Քանի տարվա պատմություն ուներ ձեր ընկերությունը։ Արայ ջան, շատ հուզիչ հարց տվեցիր, որ գրեթե չեմ կարողանում համակերպվել։ Ես էլի եմ ընկերներ կորցրել, ուղղակի եմ, որ մի սպին դեռ չչորացած, այն հաջորդը նորից տեղ ունեցավ, որ այդ չեմ կարողանում հարմարվել, որովհետև մեկ փոքրուց ծոցի ինգիրեք եղել։ Ներողություն եմ խնդրում ձեզ հուզելու համար։ Ես հասկանում եմ, թե դուք ինչքան ծանր եք տանում այդ կորուստը։ Ու հիմա եմ հասկանում, հենց հիմա համոզվեցի, թե դուք ինչ մեծ սիրտ ունեք եւ ինչքան եք սիրում ձեր ընկերներին։ Ինչն էր նրա մահվան պատճառը։ Պատահական հարսանիքի մեջ նստած, ինքը շատ հիանալի անձնավորություն բոլորին հասնում էր, ինքը շատ ուրիշ ձևի մարդ էր, ու անունով հիանալի, շատ մեծ սրտի դեր, պատահականս ես նստած ժամանակ մի անգամից,
ինֆարկտ խփեցում անկարծամ ու ես ցավոք սրտի չկարողացա գնալ իրան հրաժեշտ տալու որովհետև նա արտերկրում էր Մոսկվայում էր դա կապ չունի որտեղ էր ուղղակի ես առողջականս այդ լուրը որ իմացա վատացավ ու չկարեցա գնալ թույլ չտվեցին որ ինքնաթիռ նստեմ շատ ցավում եմ ընդունեք իմ ցավակցությունները աղասի շնորհակալ եմ շատ հարազատներ եմ կորցրել ելի ընկերներ եմ կորցրել ելի շատ մտերիմ բայց այս մեկի հետ ոնց չեմ կարող հարմարվեմ Եվ աղասին նախնական զրույցում ասաց, որ հենց այդ ընկերոջ կորստից հետո նրա մազերը սպիտակեցին։ Ես արդեն հասկանում եմ, թե ինչքան մեծ է ձեր ցավի աստիճանը եւ ինչքան մեծ սեր է եղել ձեր սրտում այդ ընկերոջ նկատմամբ։ Իրականում կյանքում շատ օրենքներ գործում են մեր կամքից անկախ եւ մեզ համար թանկ ու հարազատ մարդկանց տանում են երկինք։ Իսկ մեզ մնում է ապրել նրանց հիշելով եւ նրանց ապրեցնելով մեր իրականության եւ մեր գոյության մեջ։ Աղասի դուք մեծ սիրտ ունեք։ Ձեր արցունքները հենց դրա մասին են խոսում եւ հասկացա, որ դուք շատ եք սիրում ձեր ընկերներին եւ մեծ ցավ եք ապրում այն մեծ կորստի համար եւ այդ բացը երբեւե ոչ մի կերպ չի լրացվի։ Կամ է խորհուրդ, որ այդ ընկերն է ձեզ տվել, որ դուք այդպես պահում եք ձեր սրտի մեջ ու երբեք չեք ջնջելու այդ խորհուրդը։ Իր ամեն մի խոսքը խորհուրդ էր իմ համար Արեգ ջան, ինքը կյանքի տղա էր, հասարակ տղա չէր ու բոլորին հասնող, բոլորին, իրան նեղ կաներ, բոլորին տեղ կաներ։ Անկախ նրանից ինքը ճանաչում էր, չէր ճանաչում, ինքը բոլորին հասնում էր։ Իր ամեն մի խոսքը իմ համար խորհուրդ ա եղել, որ ես այս կյանքում ասենք ճիշտ ապրեմ։ Ամեն քայլ անելուց ես մտածում եմ, որ ասենք այդ մարդը ընկերն եմ։ Ասենք ես ոնց կարամ ինձ վատ բան թույլ տամ, որ հանկարծ ականջակներ ու ասենք ինքը հաստատ չէր ների։ Որ իմանար, որ ինքերը իրեն սխալ է պահել, ինչ որ մի հարցում թերացել է։ Համար ճիշտ են, չէ՞, ասում ասա ով է ընկերդ, ասա ով ես դու։ Աղասի, քանի որ խոսում ենք ձեր ընկերներից, հիմա մեր տաղավարը մի հոգի կգա, ով եւս ձեր ընկերն է, ում չեք տեսել 1 տարի գրեթե նրան չեք տեսել եւ հիմա կհանդիպենք այս տաղավարում Արմեն Թովմասյանն է մեզ հյուր գալիս Արմեն ջան համեցեք ահա Այստեղ եւս հուզմունք այստեղ եւս հանդիպում Բա տենց է բարև ձեզ Արմեն ջան բարև եկեք Եվրոպա սախտեր Համը թրաշ տանուշ Շնորհակալ եմ Դավես Արմեն ջան ձեր ընկերոջը հուզել ենք Բարև Արմեն ջան, համեցեք, շատ լավ դուք ոնց Ես տեսա արդեն որ, բայց երջանկության արդյունքները ոնց էր, չէ՞։ Հիմա արդեն հա։ Երբ որ դուք եկաք տաղավար, այո։ Հիմա Արմեն շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, եկել եք եւ մեր զրույցի այս հատվածը կլցվի նաեւ ձեր պատմություններով, որտեղ եք ծանոթացել, քանի տարվա պատմություն ունի ձեր ընկերությունը։ Եթե շատ անկեղծ լինեմ, մի 20 տարուց ավել է արդեն, որ աղասին գիտեմ ընկերություն ենք անում, բայց արի մի բան արա, էլի այդ աչքերդ ինձ կարող են ցանես ես էլ հուզեմ։ Չէ, Արմեն ջան, էսի ուրիշ պատմություն։ Ես աղասին գիտեմ 20 տարուց ավել է, եթե մի բան այն չլինի, դու ինձ կուղես։ Մենք հացի սեղանի շուրջ ենք ծանոթացել, մինչ վերվարածները, հետո ինձ որ հրավիրեցին սերիալ, ես արդեն այնտեղ աղասին տեսա որպես ինձ հարևան։ Մենք այդ ժամանակահատվածից մինչ օրս ընկերություն ենք անում, ճիշտ ասած, նենց չի որ ամեն անգամ հանդիպում ենք, բայց ամեն անգամ զրուցում ենք հեռախոսային կամ ինտերնետային, կապը միանշանակ կա, բայց մի ժամանակահատված համայնքներով մոտ էինք իրար, չէ՞։ Մոտիկ, ինչ է։ Էլի մոտ ենք, բայց տարբեր համայնք է, շատ շուշուտ էինք, էլի հաճախակի հանդիպում ենք, նստում ենք, զրուցում ենք սուրճ եւ այլն։ Հիմա մի քիչ ուշուշ ենք հանդիպում Արայիկ ջանը։ Դեռ կարոտում ենք իրար։ 3 օր եկել եմ։ Հա, ես չգիտեմ։ Գիտեմ որ ընդեղից են խոսացել։ Կարևորը գիտեք ինչն է, որ թեև հանդիպումները կարող են ուշ լինել, որտեղ ժամանակներն են այդպեսին թելադրում եւ պահանջում, բայց կարևորն այն է, որ մեր սրտում ապրող մարդը միշտ մնա իր տեղում, իր անկյունում։ Եվ կասեք ինչպիսին է աղասին, ինչպիսի ընկեր եւ առասարակ ինչպիսի մարդ է նա։ Հիմա պատկերացնում ենք, որ նա տաղավարում չէ եւ խոսում ենք նրա մասին։ Ես աչքերս փակեմ։ Ես որպես մարդ տեսակի մասին խոսում, որ աղասը միանշանակ օժտված է շատ բարձր մարդկային արժանինքներով, հատկանիշներով, որը որ մենք գիտենք մարդկության մեջ ինչեր կա, մի թերություն չասեմ, բանը այտենց
Որ Ախրիկյանակցիա հետաքրքրություն։ Չէ, հակառակը։ Միշտ հումորով, միշտ ես շատ եմ սիրում ձեր Ես շատ եմ հումորը։ սիրում Ախրիկյան։ Չէ, տենց մի քիչ բան է, էլի։ Ես ավելի հանգիստ եմ, քան ինքը, ավելի ինքը էմոցիոնալ կարող է լինի, շատ դեպքեր ա եղել, որ ես դե լավ աղաս մի բան արա, էլի իմ եղավ, սենց։ Ես եմ իրան ավելի շատ հանգստացրել, քան ինքը ինձ։ Այդ առումով ինքը մնացած բոլոր հատկանիշներով շատ ընկերասեր, հասնող։ Նու որպես դերասան չեմ խոսի, եթե թույլ կտեք որպես դերասան խոսեմ, դե որպես դերասան իմ խաղընկերն ա եղել, մենք գրեթե շաբաթը ամենակիչը 2-ից 3 անգամ իրար հետ նկարահանում ունեցել ենք տարբեր տեղերում, տարբեր վայրերում ու հիմա մի շատ հետաքրքիր բան հիշեցի կապված զենքի պատմությունը հիշում ես եթե թույլ կտաք շատ հետաքրքիր պատմություն է կպատմեմ Բայց օրն էլ ասա որ օրն է Ես ինչքան հիշում եմ 2008 մարտի 1-ը 2008 թվականի բան եմ պատմում մենք այդ երկար շենք կա այնտեղի դռները ասած կաբարեի պես է բացվում Որ մուտքեր ենք նկարում, դրան մուտքեր, հիմնականում այդտեղ ենք նկարում, իսկ եթե սենյակներից գնում էինք կառանստուն կամ չգիտեմ աղասենստուն, սենց։ Ստացվել է նենց, որ սցենարային առումով ես պետքա ջարդեմ Միսակի դուրը, հեռուստադիտողը կհիշի Միսակի, խանդի տեսարաններն, Ժորժն է, անդադ կնոջը խանդում է, սենց։ Ու գրածա որ իսկական զենք պետքա լինի։ Գրածա որ որսորդական հրացան, էլի մեր ուսանողական լավ ընկերներից մեկը անունը չեմ ուզում հիմա տամ, բերել է զենքը Ես ու աղաս ինձ միշտ իմ հարևանն է, ինձ արադե լավ էլի Ժորժ, լավ էլի դե կսպանես ման, զենքով դուրն եմ ջարդում առաջի հարգի։ Այնտեղ ֆլորն է, չգիտեմ, տարբեր միսակը բացի միսակ կոտիրոշ մեր այո ակտեր։ Ու պետք է խփեմ, խանդը հողի վրա պետք է խփեմ։ Արեգ ջան, այդ պահին կամերաներն հետ ա դրած։ Բան Ռոմներ, չէ՞, վաղ ռեժիսոր Ռոմանը Մուշեղյան, մեր շատ լավ ընկեր։ Բաց վրան դուրը Ջարդում եմ, օպեր սենց դռները բացվավ, մուտքի, մեզանից մի 3-4 մետր ենքում։ Ու Ձերները բարձր բանը, պարկի կերին։ լսվեցին ներս, անվտանգության աշխատողները, հիմա ես, գիտեք ինչն է ամենավտանգավորը դրա, Արայիկ ջան, որ ես զենքով սենց, դուրն եմ ջարդում, ու սենց շրջվում եմ իրանց կողմ։ Զենքը քաշեց է մնաց Զենքով։ Հիմա կամ ինձ պետք է խփեն, կամ աղասին պետք է խփեն։ Բայց մեկը փարկասու, հետևից գոռաց տղե կամերաները, տեսան որ հետ դրած երկու կամերա կա։ Թաթու Լավոյանի երկիչ օրը Լավոյան Արսենը։ Հա, դեղի օպերն էր։ Չէ, քրեականի պետներ։ Ասեց այ 2008 թվականի դեպքեր են, ներքաղաքական միտինգ, չքաղաքականացնենք, պես խառը վիճակը, բայց մենք նկարահանվում ենք Հարևաններից մեկը գալիս է նայում, դեն մա դուր եմ ջարդում, զենքը ձեռս։ Զենքը զանգումը կանչում։ Գնում է զանգում է մի անգամից ոստիկանություն, բայց որ դուրս եկանք դուրս, Արջան, դուրը բացվեց, մի այն ժամանակ սպիտակ են երկար ավտոները, չգիտեմ ինչա կոչվում։ Այդ գրուպա զախվատն էլ այնտեղ նստած է։ Հələ իրանք մտնում են, որ հրահանգեն նրանք մտնեն։ Մի խոսքով։ Զենք քաշեց նրանց իրաց Ասեց զենքը վար գցի ասի ես դեպուտատ եմ անձեռը մխել եմ լավա չխփեցի նայախբեր հիմա երկուսս էլ ինվալիդ էին կլնելու Այ կեգոն եւ վերջում հասկացան որ դա իհարկե ապեր հիմա գիտես ինչ կա դե շատ ուրախացան որովհետեւ սերիալը գիտես այն ժամանակ ինչ էր մեզ այդ շփվել է եւ այն դե շատ մարդկանց այդ ոնց որ հիմա մեկը այդ անվտանգ ես լավ հիշում եմ ոստիկանը անվտանգության աշխատող ասենք սենց իրանց չգիտեմ որ հա ասում է այս զենքը ումն է Մենք հա փակում ենք որ վсё, այս տեսարանը վերջացավ բան, ինքը չի մոռանում։ Որպես աշխատող էլի։ Իր միլիցիայությունը ուզում էր անել։ Ինքը իր միլիցեյսկին խոդը ոնց որ ուզում էր անել, ավտոմատически ապեր վերջը զենքում նա ու մենք ծրում ենք էլի, sense գնում ենք այն կողմ, գնում ենք այս կողմ։ Բուտաֆորիա։ Ուզում իսկ նայ մտնում իսկական որսորդական զենք է, բայց ասում եմ, տերը զենքի կանգնած է, տնից բան չէին կանի, որը ունի որսորդության իրավունք։ Տենց չես կարա էլի բան։ Արջան մի խոսքով երկուսի պրծանք դե այնտեղ որ կրակեին ինձ աղասին էին կրակելու, այնտեղ չէին կրակելու, խփելու էին մեկս գցեին միջև։ Այդ մեր հիշողության մեջ տպավորվել է որպես շատ բաներ ա եղել, հա, բայց դա շատ հիշարժան է, շատ բաներ կա, բայց եթերում պատմելու չի։ Եթերա ինչի են, իհարկե։ Արմեն ջան, ինչ կմաղթեք ձեր ընկերոջը, մեր շատ ծելի աղասին։ Ամենաթան կապիտալը կմաղթեմ, որ ուզում եմ ինքը շատ առողջ լինի։ Անսահման առողջ լինի, մնացածը տեխնիկական
հարցեր են։ Գնում է իր տեղը արջան կյանքը, գիտեք, ժամանակը բոլորիս էլ գցում է ինչ որ տես հորձանուտներ կապ չունի քեզ էլ ինձ էլ մյուսին մենք հա ասես կամած կոֆում ենք դրանից ավելի են կոֆում բայց եթե չունենանք առողջություն հավատա չենք դիմանա ոչ մի բան որը հիմա բոլորիս հետ է կատարվում ես իմ ընկերոջը անսահման առողջություն եմ աղթում ու ուզում եմ եթե անգամ արդյունքներ տեսնեմ իր աչքերին միայն լինեն դրանք երջանկության արդյունքներ ապրես աղասի ընկերության արժեքը ինչի մեջ է գտնվում մակրո ճիշտ հարաբերությունների։ Պետք է ինչ որ շատ չհետաբնդի, որ ասենք Արմենը սպասի, ասենք հարուստ է, կամ գործեր ունի, կարող է գործեր տալ եւ այլն։ Եթե ես այդ ձևի մտածեմ, որ ինչ որ դիշա ալնի, որ ես ընկերություն անեմ, դա ընկերություն չէ։ Դա արդեն կարելի է տարբեր անուններ տալ, բայց եթե մակրո անկեղծ է լինում այդ ամեն ինչը, դա ամենալավն է։ Այն որ կարող ես ոնց քեզ ես վստահում, կարող ես հենց այդ ձևի վստահել քո ընկերոջը։ Եթե ընկեր բառ ես ասում, որ ընկեր ես ասում, դա արդեն այդ ընկեր բառի իմաստը պետք է իմանաս, այդ ինչ է նշանակում։ Այո։ Կյանքի մեջ ընկերն էլ մեծ պարգև է, որին պետք է փայփայել ու ամուր ձեռքերով պահել, գրկել ու բաց չթողնել։ Հակառակ դեպքում փոքրիչ վրիպումը կնեղացնի մեր ընկերոջը ու կարծում եմ, որ նաև կխալխլի ընկերության հիմքը։ Ամուր հիմքով ստեղծված գեղեցիկ ընկերության շատ սիրուն հանդիպում եւ գեղեցիկ պատմություն նաև լսեցինք։ Արմեն ջան, քեզ հիմա կճանապարհենք, որ մենք շարունակենք զրույցը, որովհետեւ մենք դեռ երկար ճանապարհ ունենք աղասիի հետ քայլելու այս նախագծի շրջանում։ Արմեն ջան, ապա շնորհակալ եմ, որ եկա ու բայց անես չի որ ես տեղելի չեմ գալու էլի Իմ շատ սիրելի հեռուստադիտող վերադարձանք, որ շարունակենք մեր եթերը։ Եթե դուք չեք հասցրել այս եթերը դիտել ամենասկզբից, կարող եք գտնել մեզ նաև YouTube-յան ալիքում, փնտրում եք այնտեղ Արայիկ Համբարձումյան էջը, գտնում եք, միանում եք մեր էջին, դիտում եք բոլոր եթերները, թողնում եք ձեր կարևոր մեկնաբանությունները։ Իսկ ես, ինչպես միշտ այսօր եւս շնորհակալ եմ, որ դուք շարունակում եք մտնել անդավաճան եւ հավատարիմ։ Իդեպ, մեզ կարող եք գտնել նաեւ Instagram-յան հարթակում, որովհետև խոստովանություն հեռուստանախագիծն այլևս ունի իր Instagram-ի էջը։ Այնտեղ եւս տեղադրվում են բոլոր նորությունները այս նախագծի հետ կապված։ Աղասի, շարունակենք մեր զրույցը, դուք ինչ որ բան ունեիք ավելացնել։ Ուրեմն այս սպիտակ մազերի պահով հիշեցի, դե որ ինչ որ հաղորդումներ կամ ինչ որ ֆիլմ կամ սերիալ նկարում եմ, հետո մեկ-մեկ YouTube-յան էջով տեսնում եմ դե կոմենտարիաները թե ինչ են գրում, լավը, վատը, դե բնականաբար լավն էլ կա, միջին էլ կա, վատն էլ կա, ու մի հատ բան աչքիս ընկավ, որ մի քանի հոգի գրում են Արասը մենք եկանք էթում ենք, այս մարդը չի ծերանում, մի հատ սպիտակ մաշ չունի։ Հիմա չգիտեմ ի ուրախություն թե իլուր ասեմ այդ մեր կոմենտարիաներով տեսեք որ արդեն ես էլ սպիտակեցի, ես էլ եմ մեծանում, ես էլ եմ մարդ։ Այո, իհարկե։ Աղասի, հիմա խոսենք ձեր ստեղծած ընտանիքի մասին։ Որտեղ հանդիպեցիք ձեր կնոջը եւ ինչպես հասկացաք, որ գտել եք նրան, ով պիտի դառնա ձեր կյանքի երկրորդ կեսը։ Հիշողություններով դեպի գնացի մոտավորապես մի 33-34 տարի դեպի հետ։ Դե ինչպես հաղորդման ընթացքում ասեցի, շատ չարաճճի էի այդ երիտասարդ տարիներին, համ սպորտսմեն էի, համ տենց արվեստ էի սիրում, համ աշխույժ երիտասարդ ու մի քիչ այդ սիրելու բնավորության մեջ դե այն ժամանակ այդ հենց տարիքներ որ չես կողմնորոշվում ում տեսնում էի մի քիչ սիրուն կարող է նույնիսկ գնացել տղու պրիչոսկով աղջիկ տեսնեին այս տղավարի ասենք սիրահարվեին այդ ասենք երկար չէր տևում դա այն որ կամ համակրանք էր կամ չգիտեմ սենց ինչ կարելի է համարել ու հետո օրերից մի օր այդ դասարանը որ կինս սովորում էր դպրոցում Այդ դասարանից շատ մտերմիկ է եւ տղաների եւ աղջիկների գնում էին նստում շփվում հետները կինս որ ես գնում էի ինքը նախքանին գնալ է դասարանից դուրս էր գալի հետո մի օր աղբերս ասեց ընկերուհի ունես ասի չէ դե տենց օրը մեկի հետ տենց շփվում ենք բայց տենց լուրջ բան չկա ասեց որ մի հատ աղջիկ ասեմ մի հատ ուշադրություն կդարձնես ասի ով է ասեց պապայի ընկերոջ աղջիկն է ասեց աղբերն էլ իմ ընկերն է Ասի ոնց, որ դասարանը, բայց ինչ դասարան։ Ասի սա որ ես այդ դասարանում չեմ տեսել այդ մարդուն։
որ իմ դասերից փախել եմ ես, որ դասը չգնամ։ Գնացել եմ դրան այդ ռուշկեքը ջարդում էին ժամանակ։ Այդ անցքերից նայում եմ, թե տենամել մեկը տեսա, նա սիրուն աղջիկ։ Ասիս կոչկայսիա։ Գնացի աղբորս ասի, այս տիպի ասեց հա։ Ու սկսեց ուշադրություն դարձնել, դե արդեն հերս ու անես էլ որ արդեն ընկերներ են իրար հետ նույն դասարանում են սովորել միասին գնացել են բանակ ծառայելու, նույն տեղը ծառայել են, նույն օրն էլ զորացրվել են, հիմա էլ դե խնամի են իրար հետ։ Ու տենց ես էլ պետք է համերգի գնայի, մեր Ջավախի այդ կուլտուրայի, այդ մշակույթի տան այդ կազմի հետ պետք է համերգի գնայինք Ռուսաստան։ Դե մերոնք էլ իմ բնավորությունն իմանալով որ որտեղ գնում եմ ու տնում եմ, սիրահարում եմ, որպեսզի ինչ-որ մի այդպես թեմա դրսում չսարկվի, դե մեր ժողովուրդը ջավախցիները մի քիչ ավանդաբաշտ են, երբ ուզում են իրենց լինի ավանդական լինի ու միջև օրս պահպանվի։ Հերս ասեց, մինչև մատանին չդնենք Արմինեի մատին, ասեց ոչ միտեղ չես հետում։ Հիմա արդեն ընկա երկու երկմտանքի առջև, Արմինեն թե համերգը, թե երկուսը միասին։ Ու շատ երկար մտածի, ասեց, որ հանկարծ մատանին չդրեցինք, չես գնա։ Ես էլ մտածեցի, որ առաջին անգամ ինձ բախտ է վիճակվելի, որ ես 20 տարեկանում պետք է Կրասնոդարի եւ Ստավրոպոլի այդ բոլոր հայաբնակ մարզերում համերգ էինք դրել, պետք է մի 3-4 ամիս պետք է այդ համերգերով հանդես գայինք։ Ասի մեկ դոկում պետք է ամուսնանան։ Մի տարի շուտ, մի տարի ուշ, ասի լավ համաձայն եմ, գնացինք մատանին դրեցինք ու այտենց գնացի համերգներին եկա ու հարսանիք արեցինք ու կազմեցինք ամուր ընտանիք, ունեմ աղջիկ ու տղա, իրենց կյանքի մերն եմ, շատ լավ ընտանիք ունեմ։ Բրավո։ Երջանիկ եք ձեր ընտանիքի։ Իհարկե։ Հիմա քանի որ խոսեցինք ընտանիքից, այս մեր արկղում, գաղտնի արկղում, որտեղ հաճախ շատ հետաքրքիր իրեր են թաքնվում եւ նաեւ ձեր նամակն է այստեղ։ Մի իր կա, որը ձեզ է պատկանում, հիմա ես կփոխանցեմ եւ տեսնենք կընկնենք արդյոք հիշողությունների գիրկը թե ոչ։ Ինձ շատ հետաքրքրել է այս իրը իրականում։ Այ սիրն է։ Խնդրեմ։ Կհիշեք։ Հա։ Ես հիմա կշարունակեմ, այն շարունակություն էլ ունի։ Շաքարվեցի անգեց որ ասեմ։ Այս պալարոիդը ես հենց այդ համերգային շրջագայությունից եմ բերել։ Նպատակով եք բերել, որ ում լուսանկարեք, աղջիկս ձեր աղջիկը փոքր է եղել եւ շատ եք ցանկացել, որ նրա մեծանալու ակնթարթները անմահացնեք, այդ պատճառով հենց այս ֆոտո ապարատն եք ձեռք բերել ու ոնց էլ պահել հլնայի։ Ահա նկարները, որոնք հենց աղասի ձեռքով են նկարված, այսինքն նրա օգնությամբ եւ այս ապարատի միջոցով այն ժամանակ ժողովուրդ հիշում եք, չէ՞, հեռախոսներ չկային, կային միայն ֆոտոապարատներ, որոնցով մարդիկ անմահացնում էին այն ակնթարթները, որոնք շատ թանկ ու կարեւոր են իրենց համար։ Այս ապարատն է հենց։ Այստեղ անգամ գրություն կա 3 ամսական 19 օրական։ Աղաս այստեղ դուք եք ձեր կնոջ հետ։ Չէ։ Հələ։ Հա։ Հետաքրքիր է։ Նիհար չէ։ Եվ ձեր աղջիկն է։ Հա։ Խնդրում եմ հեռուստադիտողին էլ ցույց տանք։ Ես այսպես պահեմ։ Եվ մյուսը էլի ձեր դուստերն է։ Հա։ Նայեք։ Այսքան նիհար է եղել, հա, աղասին։ Ալեքսան այն ժամանակ սպորտսմեն էի համել։ Եվ եւս մեկ նկար։ Սպորտով եք զբաղվել պաստորեն։ Ինչ են ձեր բալիկների անունները։ Մարինե եւ Սերգեյ։ Մարինե եւ Սերգեյ։ Դուք եք ընտրել անունները։ Մարինեն հա։ Սերգեյը դե մերոնք։ Ավելի քանի որ այս հաղորդման վերնագիրը խոստովանություն է, ես պետք է խոստովանեմ, քանի որ իմ ընտանիքը բոլորն էլ գիտեն։ Ուրեմն ուսանողական տարիներին, որ Զեյթունի հանրակացարան էի մնում, մի շատ հիանալի գեղեցկուհի աղջիկ կար, որ հանրակացարանի մոտի այդ շենքերում էր ապրում։ Ես էլ այն ժամանակ արևելյան մարտարվեստով էի զբաղվում։ Դե մի հատ փոքրիկ խմբակ էի բացել ցանկացողների համար առանց գումարի։ Զբաղվում էի մարդկանց առողջության, ինքնապաշտպանության համար։ Այդ աղջկա եղբայրն էլ գալիս մոտես, հետո մի օր պատահական տեսա սիրահարվեցի այդ աղջկան։ Ու ես տուն էի գնում գալիս, անունը Մարին է։ Հիմա որ ասում եմ մատը մտցնի աչքից չեմ ճանաչի։
Դե հիմա շատ փակագծեր չբացեմ, եթե ամուսնացած է բարեբախտ երջանկություն, թող միայն երջանիկ լինի, դա երիտասարդական տարիներ ա եղել, դա 90-ական թվերի բան եմ ասում։ Եվ ձեր աղջկան կնքել եք Եվ Մարինեի անունը։ նույնիսկ կինս ասեց, մամայիս ասի քո անունն եմ ուզում դնեմ, ասեց չէ, կինս ասեց դնում ենք Մարինե։ Հետաքրքիր է, որ իրոք, կինը համաձայնել է։ իրոք։ Կյանքում դուք ավելի շատ աղմուկն եք սիրում, թե լռությունը։ Երկուսն էլ սիրում եմ անկեղծ որ ասեմ, աղմուկից հետո մի քիչ հանգստանալ։ Երկուսն։ Բայց աղմուկը այդ աշորությունը ավելի շատ է դուր գալիս ինձ անկեղծ որ ասեմ։ Այդ հանգստանալ բառը մի քիչ իմ համար չէ ոնց որ անկախ տարիքից որ մի քիչ շատ եմ մեծացել եմ, բայց այդ հոգնածությունը ես այդքան չեմ էլ զգում։ Շատ միջոցառումներ եք վարում, կորպորատիվ հավաքույթներ, այլ ինչ որ հետաքրքիր դեպք կա, որ եղել է եւ կցանկանաք պատմել հումորային, որ հեռուստադիտողն էլ թող իմանա, մի քիչ տրամադրությունը բարձրացնենք մեր հեռուստադիտողի։ Կհիշեք մի դեպք, որը շատ հումորային է, շատ ծիծաղելի է եւ կարելի է պատմել եթերում։ Այտենց շատ դեպքեր կա, բայց լփորձեմ ոսկե միջինը գտնել։ Այո, ոսկե միջինը, որը որ կհիշեք այս պահին։ Եվ ես գիտեմ, էլի շատ են լինում դեպքեր։ Շատ կա, բայց չգիտեմ որ մեկը։ Լավ, փորձեմ գոնե մի երկու հատ կարճ պատմեմ։ Ուրեմն ապրիլյան քարորիա պատերազմի ժամանակներն էր, որ էդի անցավ, այն որ բոլորս շատ վրդովված էինք, ունեցանք էլի զոհեր եւ այլն, դրանից հետո արդեն առիթները շարունակում էր, դե մեր առիթների ժամանակ մենք սովորենք, որ սահման պահող տղաների, մեր հայրենիքի համար զոհված տղաների կենաց առաջարկենք ու ոնց որ ես սովորություն ունեի երկու անգամ էի անում էդի մի հատ դեմից հիշատակ, մի հատ էլ բանակի համար ու նորից հիշատակում ենք մեր տղաներին ու մեկ էլ խոսում եմ մի հատ կոստյումով հագած կապած մի 2 մետր բոյով 3-6-ի վրա անձնավորություն նստած ու շատ իր լսում է ու ասի եւ եկեք երթվենք որ մեր եղբայրների կիսատ թողած գործը մենք պետք է ավարտին հասցնենք ու փորձեցի երկել հերով լինի սրով լինի այդ երգի երկեցի ու շատ իր նայում է ու երգում եմ պատերազմ են գնում բարով գնացեք Մեծ մի քարյակ երգում էի, մեկը եկավ մոտեցավ, ես ասի պիտի մի հատ փուշը սպառշի կամ շնորհակալություն հայտնես ինձ արես։ Ապեր որ էսի պարծնես մի հատ բանակի կենացը կխմես, այդ նույն մարդը։ Ուրեմն մի անգամ էլ առիթ եմ վարում, այս տանտերը եկավ, ասեց այսօր իմ տղայի հարսանիքն է, ստե մեկը հանկարծ թփրտաց, գիտես ինչ եմ անելու, ու այն վերջի քֆուրները, ասի այդ ինձ մի ասա, քու հանդիսականներին ասա, մեր մոտ է էլի ջավախում։ Ասեց ես ասի, երևի մի ժամ ու կես չէր անցել ու հարսանիքը խառնվավ, ով մա խփում, կին, տղամարդ, մեծ, փոքր, իրար մորթելով զալից դուրս ելնելու մոտավորապես մի 600 հոգի։ Հիմա մենք էլ մտածում ենք, հիմա ինչ անենք, գործիքները հավաքենք, գնանք տուն, ինչ անենք, ասի լավ տղեր, քելի մի քիչ սպասեք, տեսնենք ինչ ենք անում։ Մեկը ներքևի հարկից մեկ գոռում է, աս Աղաս չի կարում ասի, ուզում է աղաս ասի, աս, սիսով աղնը, մեկ է տենամ էդ տանտերն է, ես կոստյումի թևը չկա, սարոշկի կեսը չկա, շլվարը հակից ելած, ես չանեն եկել աստ է, եկավ ասեց, եկել եմ քեզ ասեմ, որ ին վրա հույս չդնես, ես եթում եմ տուն, ես ու հետ եմ։ Ունում է շատ դες պատմություններ։ Կան ինչ-որ խոսքեր, որոնք պիտի ասեիր ու մնացին կիսատ և չհավցրեցիր խոստովանել, ինչ-որ մեկին, եթե կան, ապա ում պիտի ասեիր և ինչ խոսքեր պիտի ասեիր, թե ամենահասցնում եք կյանքում ասել։ Մի քիչ դժվար է պատասխանել դարձին։ Դժվար է։ Շատ մարդիկ կան բան ասելու, բայց բոլորին ողջունում եմ, բոլորին հարազատներին, ընկերներին, նույնիսկ մեր հեռուստադիտողներին, ովքեր որ դիտում են այս հիանալի հաղորդաշարը, ովքեր են չեն դիտում, թող դիտեն անպայման եւ մեծ բավականություն ստանան։ Շնորհակալ եմ։ Աղասի, ինչ է ձեր կարոտի անունը։ Իմ կարոտի անունը իմ երջանկահիշատակ ընկերն էր, որ չեմ կարող հարմարվեմ։ Գագիկ Ալեքսանյան։
Ինչքան շատ եք դուք սիրում ձեր ընկերոջը։ Ուրիշ ձևի մարդ էր, նույնիսկ կյանքը շատ սիրում, իր բոլոր գույներով, բոլոր երանգներով։ Ձեր կարոտի անունը ձեր ընկերն է։ Այ եթե ձեր կյանքի մասին գիրք գրեիք, ինչ վերնագիր կտայիք նրան։ Ապրում եմ կարոտով։ Ես կարող եմ նույնիսկ դրա իմաստը ասել։ Իհարկե, շատ լավ կլինի, եթե բացեք փակագծերը։ Ուրեմն Արայք ջան, ես ունեմ մի հիանալի եղբայր, որ հիմա ապրում է Կիևում, ով վաղը գալիս է արդեն եւ ինձ եւ ծնողներիս տեսության։ Մենք փոքրուց մեծացել ենք, գիտես ինչ ձևի։ Մենք քնում էինք մի տեղաշորում, իրար փաթաթված գրկած քնում էինք ու այդ ձևի զարթնում էինք։ Մի օր հայրս ուզեցավ որ հել տեսնի, որ ջուր լցնի մեր արանքով կանսի։ Ձեր հարազատ եղբայրն է։ Իմ հարազատ եղբայրն է։ Ու ծնողներս ապրում են Ջավախքում, որ ես ծմերները գնում եմ իրենց մոտ մնալու, ցավոք սրտի իրանք ես մեր Հայաստանի այս կլիմային, այս եղանակին չեն հարմարվում, տարիքով էլ արդեն բավականին մեծ է 76-77 տարեկան, ո՞ց ձեռուրումները ճնշում եւ այլն բան չեն կարող իրանք գան, ստե երկար մնան, շատ մի շաբաթ որ մնան, դա իմ համար մեծ ուրախություն է, քանի որ իրանք չեն կարողանում գան ստեղ ապրելու, ստիպված ես եմ գնում իրենց մոտ մնալու, այդ կարոտն է, որ ես երազում էի, որ Հայաստանում տուն ունենանք, որ ծնողներս, իմ ընտանիքը եւ եղբորս ընտանիքը միասին ապրեն մի տան մեջ։ Բայց ցավոք սրտի ճակատագրի բերումով աղբերս իր բիզնեսները ունի Կիևում, ես Հայաստանում եմ, ծնողներս այնտեղ են։ Դա է իմ կարոտը։ Դա համար էլ ապրում ենք կարոտով։ Շատ հետաքրքիր վերնագիր ընտրեցիք եւ շատ հետաքրքիր բացեցիք։ Եվ Արայք ջան, եթե կարելի է մի բան էլ ասել։ Իհարկե։ Ես Ռուսաստանում ունեմ նաեւ մի մայր, իմ համար հալալի նման է ինքը։ Այս պատմությունը եթե կարելի է պատմել, կարծում եմ շատ հետաքրքիր կլինի մեր հեռուստադիտողներին։ Ուրեմն ես որ նկարահանվում էի վերվարածներում, մի օր զանգ ստացա։ Բարև ձեզ, մենք ապրում ենք այսինչ վայրում։ Ուրեմն այդ մաման որ ասում եմ, իր տղան ինձ շատ նման է եղել։ Բայց հիմա ցավոք սրտի արդեն քանի տարի չկա։ Կազանում են ապրում իրանք։ Ու ավտովթարից մահացել այդ տղան, շատ ցավոք սրտի իրանք էլ հիանալի մարդիկ ու այդ իրանց զավակի կարոտը ինձ տեսնելով, եթերով տեսնելով իմ հետ կապ հաստատեցին ու հիմա արդեն երևի արդեն 20 տարի մոտավորապես կլինի, որ ես իրանց համար զավակ եմ, իրենք իմ համար ծնող են։ Դրա համար ասում եմ Ռուսաստանի մաման։ Ցավոք սրտի մեր հայրիկը մահացել է Ռուսաստանի։ Երբ որ իմ 50-ամյակը նշեցինք, անընդհատ գալի գնում ենք ես իրանց առիթներին ես ունեն սովորական էլ գնում գալիս ենք եկան ընտանիքով ես եւ այս մատանին մամայի նվերնա 50-ամյակին նաեւ ողջունես Ռուսաստանի մամային որ կամերային նայեմ որ տեսնի համբուրես այստեղ կարող եք նայել ման ջան այս համբուրը հատուկ քեզ ցավը ինչ է նրա անունը Վարդիթեր Տիկին Վարդիթեր Հայաստանից Ռուսաստան ուղարկում ենք մեր ջեմ ողջունները ձեր որդին մեծ ժպիտով եւ հուզմունքով խոսեց ձեր մասին եւ երբ որ նա ասաց որ ունի եւս մեկ մայր ով ապրում է Ռուսաստանում ես իրականում չհասկացա ինչի մասն էր խոսքը եւ հետո երբ որ պատմությունը լսեցինք հասկացանք որ աղասին ձեզ ընդունում է իր մայրիկի նման եւ իհարկե առիթից օգտվելով ես մեր շատ սիրելի հեռուստադիտող տիկին Մարգարիտային եմ ողջունում խոստացել եմ որ նրան եւս կուղարկեմ ջերմ ողջուններ շատ շնորհակալ եմ որ դուք այդքան սրտատրոփ սպասում եք մեր բոլոր եթերներին եւ ամիջապես արձագանքում եք երբեք չեք թողնում ոչ մի եթեր մնա աննկատ եւ բաց չի թողնում եւ որևէ եթեր բրավո շնորհակալ եմ Արայք ջան հազար ներողություն մի բան եմ ուզում ավելացնել այս հետաքրքիր պատմության համար երբ որ իմ 50-ամյակն էինք նշում խոսքը հասա որ ես պետք է ինձ խոսամ չգիտեմ ոնց եղավ ես ինձանից անկախ մի կենաց ասեցի որ ասի շատ ուրախ եմ որ այսօր շրջապատված եմ իմ հարազատ մարդկանցով որ եկել են այսօր իմ տոն ավելի տոնական դարձնելու բայց ասի ավելի ուրախ եմ որ 50 տարեկան հասակում ես ունեմ ինձ լույս աշխարհ բերած մայր Ալվարդ մայրիկս որ շատ սիրում եմ
ունեմ երկրորդ մայրս Վարդիթերը, որ էլի ինձ համար հարազատ է, այսինքն մենք ընտանիքներով ենք կապված։ Մեկ է որ պահ հալնում գյուղում եմ ելնում, մերս ասում է արի, ասում է տղա ջան, արի մամա տա զանգե։ Ու ասի եւ այնքան հպարտ եմ, որ այս տարիքում ունեմ 3 մայր։ Ալվարդ, Վարդիթեր եւ Մայր Հայաստան։ Դա ինձնից անկախ եղել է ամեն չէ։ Շատ գեղեցիկ մենք նվանեցիք։ Դե գնանք առաջ ու մոտենանք նամակին։ Կամած կբացվի նորից այս արկղը, որի մեջից դուրս կգա անանուն մի նամակ, խնդրեմ, սա փոխանցում ենք ձեզ։ Դի կարծամ, հա։ Այո, բացեք, բարձրաձայն կհակնեի։ Անել հեռախոսից գույնն է։ Բարձրաձայն կարդանք եւ փորձենք հասկանալ ով է նամակի հեղինակը։ Նայում եմ տենան պարֆումերիայի բանի հոտ գալիս է, որ աղջկա թե տղա գալու։ Այո, որ շատ հետաքրքիր մոտեցում։ Երբևէ չէր եղել այսպիսի մոտեցում նամակին։ Սա իրավաբանական սովորելու այդ արդյունքներն է։ Դա մի գիտելիք է, որ ստանում ես, եթե իհարկե սովորում ես, որ կյանքում ամեն քայլիդ պետք է գալու։ Ամեն քայլիդ։ Անընդհատ։ Այո։ Հիմա աղասի պիտի բարձր կարդանք եւ փորձենք վերլուծել ու հասկանալ ով է նամակի հեղինակը։ Բարև իմ ընկեր։ Ճիշտ է մենք վաղուց ենք ճանաչում իրար, բայց ես շատ քիչ եմ քեզ ասել, թե որքան թանկ ես ինձ համար, ու որքան շատ եմ ես գնահատում քեզ ու քո դերը իմ կյանքում։ Քո շնորհիվ ես գիտեմ ինչ է իրական նվիրվածությունը, դիմացինի համար ոչինչ չխնայելը։ Եթե անկեղծ լինեմ, տարիներ առաջ չէի պատկերացնի, որ մենք ընկերներ կդառնանք, որովհետև մեր միջև տեղի ունեցած մեծ ու փոքր պատերազմները անվերջ չէին թվում, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենի պատճառը մեր չափից դուրս իրար նման լինելն է, իրար նման ըմբոստ, մի քիչ չարաճճի ու լիդերի բնավորություն ունենալը։ Ես ուզում եմ, որ ցանկացած մարդ իր կյանքում ունենա քեզ նման մեկը ու շատ սիրի ու գնահատի նրան։ Քեզ շատ սիրող քո կրտսեր ընկեր։ Փորձենք վերլուծել, այնտեղ ինչ-որ ներքին վեճերի մասին է խոսք գնում ու կրտսեր ընկեր, վերջում այդպես։ Միգուցե այդ ընկերը փոխաբերական իմաստով է, որովհետև մենք խնդրում ենք, որպեսզի շատ պարզ ու բաց տեքստով չներկայանա նամակի հեղինակը։ Ես ասեմ, որ տղա չէ նամակի հեղինակը, տղա չի։ Որ եւս մեկ բան հուշեմ, որ ձեզ համար շատ թանկ մեկն է նա։ Ում դուք անսահման սիրում եք։ Ասեմ ով է։ Մարինե Հունանյանն է նամակի հեղինակը, ձեր դուստրը։ Այսպիսի անակնկալներ են լինում։ Երբեք մտածեք, որ ձեր դուստն է գրել ձեզ այս նամակը եւ ներկայացել որպես ընկեր։ Չէ։ Չնայած իրենց ամեն ինչ ես կսպասեմ հիմա, բայց իրոք որ մենք ընկերներ ենք իրար հետ, այդ մի պահը չկարողացա ես ճիշտ կողմնորոշվել։ Մի պահ շատ էինք իրար հետ պատերազմում իրոք։ Իմ ամենամեծ քննադատն ինքը։ Պապա Այս շորերը մի հագի, մի քիչ էսի քյարթի մեջ է, քեզ չի սազում։ Ասում եմ աղջիկ ջան, ես մի քիչ այդ ժամանակներով մեծացել եմ։ Էդի բնավորության գիծ է իմ մեջ, ես չեմ կարող փոխել։ Ոնց կարամ փոխվեմ։ Եթե ես ինչ-որ մի բան փոխվեմ իմ կյանքում, ուրեմն ես փոփոխական մարդ եմ։ Ես ինձ ճիշտ չեմ գնահատի այդ պահը, նույնիսկ չեմ ների ինձ, որ ես ասենք ինչ-որ մի հարցում փոխվեմ։ Ես ասենք եթե պահը եկա մեկին պիտի ճիշտը ճակատին ասեմ, թեկուզ նեղանա։ Ավելի լավ է նեղանա, քան թե ես այդ իրա սխալ իրա ճակատին չասեմ։ Կամ ասենք մեկը նեղության մեջ է, տեսնում եմ ճնշում են, ես չեմ կարող այդ ձևի թողեմ, որ այն մեկը թեկուզ ինքը մի քիչ իրան հզոր է համարում, ասենք ինչ որ մեկին ուզենա ճնշու, ես անտարբեր մնամ։ Այո։ Նույնիսկ ես տեսնում եմ հիմա ասենք մեր թաղի մեջ մի քիչ բարձր ձեն է գալիս, ես պետք է հելեմ էդի հանդարտեցնեմ։ Ոչ մեկին չթողնեմ իրար ուտելու, որովհետև ինձ հարգում են այդ մարդիկ։ Չեմ ասում վախենալ, դա դնում ենք մի կողմ, վախենալ պետք չի։ Հարգանքով լսելով այդ մարդիկ ամեն ինչ վերջանում է։ Բայց ապրես աղջիկս, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ մենք հիմա իրար հետ լավ ընկերներ ենք ու քեզ շատ սիրում եմ, բալես։ Ահա։ Եվ որպես վերջաբան, ում ինչ ունեք ասելու, խոստովանելու, դիմելու
Աղասի ջան, բոլոր տեսախցիկները ձեր տրամադրության տակ են, որպես վերջաբան ձեր խոսքը, ձեր, չգիտեմ, միգուցե ինչ-որ մեկին սեր խոստովանեք, միգուցե ինչ-որ մեկին ներողություն խնդրեք, ժամանակը ձեր տրամադրության տակ է։ Ես ընդամենը կուզեմ մի քանի բառով ասել, շատ չի երկարացնեմ Արայիկ ջան։ Իմ բոլոր շրջապատի մարդկանց բոլորից շատ սիրում եմ։ Եթե ինչ-որ մեկին մի հարցով նեղացրել եմ, ներողություն եմ խնդրում։ Ես պատրաստ եմ իմ արած սխալի կամ սխալ վերաբերմունքի կամ չգիտեմ ինչից որ նեղացել եք, ես պատրաստ եմ այդ սխալը ուղղելու այն կարգի, որ դուք այդ նեղացկացությունը, որ նեղացել եք ինձանից, դա լրիվ ձեր կյանքից վերանա ու երբեք չհիշեք այդ մասին։ Եվ մեկ էլ իմ ժողովրդին խորհուրդ կտամ, սիրելիներս, մի քիչ ժամանակները փոխվել են, շատ ենք չարացել իրար նկատմամբ, չափից դուրս ենք չարացել։ Ես բոլորից խնդրում եմ, մեկիդ մեծ աղբեր, մեկիդ փոքր, մեկիդ ավագ ընկեր, մեկին չգիտեմ, բարեկամ, հարազատ, ծանոթ եւ անծանոթ, բոլորից խնդրում եմ, եկեք իրար նկատմամբ սիրով ու հարգանքով լինենք։ Աստված առաջ։ Ապրեք։ Շնորհակալ եմ Աղասի, հրաշալի էր զրույցը, շնորհակալ եմ այսքան բաց ու անկեղծ խոստովանությունների համար եւ իհարկե կարծում եմ մեր զրույցը ստացվեց։ Ես էլ եմ շնորհակալ Արայիկ ջան, որ վերջապես կարողացա այս հիանալի հաղորդաշարի հյուրը լինել եւ մեծ բավականություն ստացա այսօրվա այս մեր գեղեցիկ հանդիպումից։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, մաքրեք ձեր սրտերը չար մտքերից։ Սեր նվիրեք ու սեր ստացեք։ Ամուր պահեք ձեր ընկերներին ու հաճախ խոստովանեք ձեր սիրո մասին։ Դուք էլ շարունակեք խոստովանել, որովհետև միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով։